այդ օրը ես հիշում եմ հրապարակում ինչ հոծ բազմություն էր հավաքված, բոլորը պահանջում էին իշխանափոխություն եւ թվում էր, որ կես քայլ է մնացել այդ իշխանափոխությունից, դուք գնացիք հյուրանոց խորհրդակցության պատգամավորների հետ, որից հետո հայտարարվեց, որ իմպիչմենտի ճանապարհով են գնում։ Այո։ Ով ձեզ համոզեց, որ իմպիչմենտի ճանապարհը հաջողությամբ է պսակվելու եւ այդ քայլին պետք է հենց դիմեք ու իմպիչմենտ լինելու է։ Ով էր ձեզ ասել դա։ Հրուպսիմե ջան, ոչ մեկ over չէր ասել, չէ։ Տարբեր խորհրդակցություններ են եղել մինչև մայիսի 9-ը։ Ես ամենասկզբից էլ ասել եմ, ամենասկզբից, դեռ չսկսած, որ միակ բացարձակ ճանապարհը անվստահություն հայտնելու խորհրդարանական ճանապարհն է։ Մյուս ճանապարհներն էլ կան, փոփոխություն բերելու տարբեր ճանապարհներ կան, որոնց մասին հիմա հասկանալի է, չեմ ուզում ասել, որոնք կարող էին լինել, կարող են չլինել։ Բայց մեզ համար ընդունելի տարբերակը կոնկրետ ինձ համար եւ եղել է դա անվստահությունը խորհրդարանական ճանապարհով, քաղաքակիրթ ճանապարհով հասնել փոփոխությունների, անշուշտ ժողովրդային ճնշման ներքո։ Ինչու չեղավ այդ իմպիչմենտը։ Կասեմ, որովհետեւ տեխնացության խնդիրը այդպես էլ մնաց օդում։ Զուտ տեխնացու չկար, բայց դուք առաջադրվեցիք։ Ես առաջադրվել եմ ստիպված լինելով մայիսի 26-ին։ Ուշացում։ Մենք խոսում ենք մայիսի 9-ի մասին, չէ՞։ Այսինքն տեխնացուի շուրջ չկան ընդհանուր հայտարարի։ Ոչ, տեխնացուները իրենք ինչ-ինչ պատճառներով արդարացված կամ ոչ, հավանաբար չուզեցին պատասխանատվության տակ մտնել, ովքեր որ կային մեր մտքի մեջ։ Ում հետ որ մենք նախապես խոսել ենք, մի քանի հոգիների, մեկ հոգի չէ։ Ոչ ոք չուզել իշխանություն վերցնել։ Փաստացի մարդ չհայտնվեց, որ ասեր կանեմ։ Սրբազան, բայց մինչև այդքան մարդուն հավաքելը տեխնացու արդեն որոշված չպիտի լիներ։ Պիտի լիներ, բայց քանի որ չկար, մենք ինչ պիտի անեինք։ Դի ուղարկենք տուն մարդկանց, ինչ անեինք։ Չսկսեինք ոչ մի բան, ինչ անեինք։